Հարգելի գործընկերներ, քվեարկության արդյունքները ներկայացնելու համար ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ տիկին Լիլիթ Մինասյանին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Մեծարգո պարոն Հասանով, իմ և բոլորիս անունից շնորհակալություն ենք ձեզ հայտնում նիստերը փայլուն վարելու համար։ Հարգելի գործընկերներ, կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունն առաջադրելու և իմ օգտին քվեարկելու համար, սա ինձ համար մեծագույն պատիվ է և ես ամբողջությամբ պատկերացնում ենք այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին և ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահը։